Փարքնեժդեհին Չարենց հավանում տեղի ունեցածը մեր Բևերի, մեր Սասնատրեր համայնքական շարժման լրագրող, մեր ընկեր Բևերի անդամ Արմինե Սախոյանի Նիկոլին հարցախեղտ անելը փշրեց այն կարծրատիպը, որ Նիկոլը կարողացել է ժողովրդին համոզել, որ Արցախը մոռացեք։ Այն քանակի տարածումը, լայքերը, մեկնաբանությունները, նույնիսկ Բևերի հետ հակասություններ ունեցող բլոգերներ, համացանցային հեռուստաալիքներ մեծ թափով տարածեցին, շատ մեծ թափով։ Եվ սա նշանակում է, որ հանրությունը, հայ հանրությունը իսկապես չի կիսում Նիկոլի հետ, որ Արցախն Ադրբեջան է, որ Արարատը Թուրքիա է, որ մենք օկուպանտ ենք, որ ցեղասպանությունը դա մենք ենք շուտ մի բան չենք արել կամ չենք հասկացել։ Եվ ասեմ, Բաքվում ուշի-ուշով հետևում են Հայաստանի ամեն ինչին։ Հիմա կհասկանան, որ Նիկոլի կեղծիկը բուն չի դրել մեծամասնության գլխում։ Այսինքն իրենք դեռ խնդիրներ ունեն։ Այսինքն ասելը թե մի կայծ, դա բավական է, որ ժողովուրդը ուղղակի թքի Նիկոլի վրա, ԿՊ-ի վրա։ Այսինքն ժողովուրդը պատրաստ է, ժողովուրդը չի ընդունում Արցախի կորուստը, ժողովուրդը չի ընդունում Ալիևի պահանջներն ու առաջարկները, ասել է թե Նիկոլին։ Մինչդեռ Քոչարյանն այնտեղ է ոգևորվել, ես մինչև Նիկոլին չհաղթեմ, տղա, մենք բոլորս էլ գիտենք, որ դու Նիկոլի մեջքն ես, դու ոնց պետք է Նիկոլին հաղթես։ Քեզ թողել են, որ դու քո այդ ուժեղ արտահայտություններով ժողովրդի մեջ ադելությունը ավելի սրես, որ փախնեն Նիկոլի կողմը, բայց օրինակ Արմինե Սախոյանի այս հարցախեղտ անելը Նիկոլին, նույնիսկ դա է արդեն փշրվում, ինչ ժողովուրդ։ Այդ որ դենց օդի մեջ խոսում ես, Ռոբերտ, էլ չկա այն ժողովուրդը, որ քեզանից զզվի գնա դեպի Նիկոլը։ Դու էլի նույն 5-21 թվի երգն ես երգում, որ Նիկոլին փրկես, հանրահարությունը Կրեմլից եկել է։ Բայց չկա այդ խավը։ Այն ժամանակ էլ չկար, ուղղակի կեղծել հնարավորությունը միշտ ունեցել եք։ Ով գիտես, անգամ չունենաք։ Կամ որ ասենք Նիկոլն ասում է, ես Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ բանավեճի, դուք էլ այդտեղից ասում եք, թե բա գնանք այդ գժի հետ ինչ խոսանք կամ ինչ քննարկենք, չէ՞։ Այնտեղ ասում է, չկա բերման կենթարկեմ։ Այդ տղա, հələ Սասնացրերից մեկի հետ այդ բանավեճն արեք։ Չնայած որտեղից անեք 5 րոպե ընդամենը Արմինե Սախոյանը 5 րոպեում անենց արես Նիկոլը շուռ եկավ փախավ։ Կարող եք Քոչարյան Ռոբերտ, Նիկոլ Փաշինյան, Սերժիկ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, դու հենց Արմինե Սախոյանի հետ կարող եք բանավեճի դուրս գալ հանրային հերոստատեսությամբ կամ ձեր ուզած հերոստատեսությամբ, ամենալայն սփռվող, ամենաշատ դիտողականություն ունեցող, որն է Հայաստանում, Արմենիան է, հա? Շանթն է, Երկիր մեդիան է, Կենտրոնն է, որ մեկն է, Հ1-ն է, Հ2-ն է, 5-ն է, կամ բոլորով միասին։ Այդ որ իրար վիրավորում եք, այնտեղից է մի գոջի կա, պատգամավոր է ԿՊ-ի։ Մենք այս անգամ էլ 21 թվի պես պետք է ջախջախենք ձեզ։ Այդ տղա անենց եք ջախջախել մարդու փողերը տարին տարվա վրա ավելանում է։ Այդ ոնց եք ջախջախել։ Ոնց եք էլի Քոչարյանին ջախջախել 21 թվին, որ հəmել ես ուզում ջախջախես, այդ մարդը առոք, փառոք, թակավորի պես ապրում է։ Դա ջարտածներն են, որ ժողովուրդն ասում է ձորերը լցրած են, էլի ձեր ջարտածները։ Ալիևը ձեզ է ջարդում, դուք էլ կարծեք ստեղ ձեր գլուխն եք ջարդում։ Հասկանանք մի բան, Արմինե Սախոյանի արածը դա շատ կարևոր սոցիոլոգիա էր, շատ, ինչին չէին սպասում իսկապես Նիկոլը, այնքան ազատ էր ինքը Չարենց հավանում ուզում, թե մեր Բևերի տղաներին նախորոք հրավիրել էին հարցազրույցի, այդ մասին իմացանք, մեկ օր առաջ տեղակայել, Նիկոլի գալուց առաջ
բևեռականներին, սասնածռերին հավաքում են Չարենցավան, որ փողոցում հանկարծ իրենց դեմը չկտրեն, իրենց հարցեր չտան, թռուցիկներ չբաժանեն։ Հա, բայց չեն պատկերացնում, որ ասենք Արմեն Սախոյանը կգա ու հենց ուղիղ այնց հարցեր կտա ու այն հիմնավորմամբ դավաճանի դեմքը դիմական այնց կպատրի օրով, ժամով, տեղով Եվրոպայում ինչ ասեցիր, Ամերիկայում ինչ ասեցիր, Մոսկվայում ինչ ասեցիր, սրա մոտ ինչ ասեցիր, սրանից առաջ ինչ ասեցիր, հետո ինչ արեցիր։ Մարդը փախավ։ Այսինքն հասկանում ենք, որ սրանց կեղծիկը մի փոքրիկ ճշմարտության, որ դեմ է դուզ գալի, փլուզվում է, փշրվում է։ Այսինքն սիրելի հանրություն, հիմա հասկացանք, որ Նիկոլին կամ Կրեմլահապատակ ինչ-որ մեկին հաղթելը դա պրոբլեմ չէ, եթե ժողովուրդը կամք ցուցադրի եւ միասնություն, ասենք, ձգտում ցուցաբերի։ Հիշեք, իսկապես Արմեն Սախոյանի այս քայլը սա շատ մեծ արձագանք է ստանալու, նամանավանդ Բաքվում։ Շատ հնարավոր է Նիկոլին կամ հոգնա անեն, կամ ասեն տղա ջան, չես կարողանում, կարող ես փոխենք։ Չնայած ուրիշ հարմար այլասերված չունեն իրենք։ Հայերի շրջանում այդ կատեգորիայի, ոչ միայն հիմա, այլ այս տասնյակ հազարավոր տարիներ, որ մենք սենց գալիս ենք, Նիկոլ չի ծնել հայ արգանդը։ Հարցել է, թե ծնողը հայ է, թե չէ։ Այդ մարդու հերը բերան ասում էր, ժողովուրդ, դե իր պահած գիժն էր, չէ։ Ասում էր դուք, դե չէր ասում էլի տղեն գիժ է, իր վրա հույս մտեք, ասում եք դուք ավելի լավին։ Ոնց կարող ասել, իմ տղեն վատն է, գործ չունեք, իմ պահածը լակոտն է, ես գիտեմ, որ բերանի մեջ ճշմարտություն չկա, այստեղ մի բան է ասում, գնում այնտեղ մի բան է ասում։ Այստեղ մի բան է ասում, գնում այնտեղ ուրիշ բան է անում։ Այդ մարդն է պայել մեծացրել, չէ՞, այդ անաստվածին։ Մարդը բերան ասում էր, գնացեք ուրիշին։ Ժողովուրդն էյֆորիայի մեջ էր։ Այսինքն ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ մի բան, որ իսկապես հիմա ոչ միայն Հայաստանում, իսկապես Ադրբեջանում եւ Թուրքիայում լուրջ պետք է մտածեն ինչ քայլ անեն։ Լավ, որ ինչ քայլ պետք է անեն։ Ինչ պետք է անեն, որ այս իրավիճակից դուրս գան։ Այսինքն Նիկոլի այդ կրթվելը նորաձև է, Արարատի մասին չենք խոսում, Արագած ենք ասում, չգիտեմ, Արցախ չենք ասում, Ղարաբաղ ենք ասում, մոռանում ենք, թուրքերը պետք է գան, մենք չենք գնալու, խաղաղություն։ Հա, եկել ժողովուրդ, այդ բանը, որ ասես բաներ են անում դա։ Հələ ուշադիր նայեք, այն ավտոբուսի վրա էլ որ արել են, դրել են, նկարել են։ Դա սիրտ չէ, ժողովուրդ։ Դա հետույք է։ Հələ ուշադիր նայեք, այն ավտոբուսով, որ իրենք թափառում են այդ ուրախ ավտոբուս ասածը, որ երկեր բարելով գնում են, մտամ ինչ են արել, մարդը չգիտի էլի։ Այն որ իբր սե ձեռքերով Նիկոլը չգիտեմ ինչ է արել, բայց դա տիպիկ հետույքի նկար է։ Ու ինքը հենց դա էլ նկատի ունի, իմիջիալոց ասեմ, իմացեք, դա սիրտ չէ, դա հետույք է։ Սիրտը այդ տեսք չունի։ Ուշադիր նայեք, ինքը հետույք է նկարել, ու բոլոր կպագանները, նրանք հետույք են նկարում, ոչ թե սիրտ։ Ավարտելով միտքս ասեմ, որ սիրելի հանրություն, ես նաև որոշակի լիցք ստացա Արմեն Սախոյանի արածից, որ ինքը բացեց շատ մարդկանց աչքերը, որ մարդիկ կային մտավախություն կար մեջները, որ վերջ ազգը ժողովուրդը կործանվել է, ընդունել է այդ Ալիևի պահանջը, պայմանը, Էրդողանի բան, թուրքացմանը ասենց փափուկ գնալու է, չի գնալու դենց։ Եվ այնտեղ Նիկոլագանների մեջ ինչ-որ մեկն ասեց, բանի Տաշիր Սամոյի ծռեր արտահայտություն արեց, Արմենին տեղը բերեց, այդ քեմալիստներ են իրենք, չասեմ քեմալի ինչերն են, լավ իմացեք, մենք բոլորի հետ հայ ժողովրդին պետք է համախմբենք, բայց ոչ թե պետք է համախմբենք Տաշիր Սամոյի շուրջ, լավ հիշեք, ծռերը երբեք Տաշիր Սամո չեն դառնա, բայց Տաշիր Սամոն հաստատ ծուր կդառնա, եթե մի քիչ էլ Պուտինի վերջը շատ մոտեցնենք, կարող է իր մեջ այդ ծռի հատկանիշները արթնանա, թքի ամեն ինչի վրա, ինչը չունի Ռոբերտ Քոչարյանը, Սերժիկ Սարգսյանը, մնացած ռուսահապատակները, բայց, էլի բայց,
քանի կա Պուտինը ոտի վրա, Նիկոլի ասաց, քանի Պուտինը ձիգ է, ինձ համար ոչ Ռոբերտը, ոչ Սերժիկը, ոչ Նիկոլը, ոչ Տաշիր Սամոն, ոչ Դոդիկ Ագոն հուսալի չեն։ Այ երբ որ չլինի, կարող է Տաշիր Սամոն այդքանի մեջից դառնա ծուռ։ Հիշեք, մենք ռուսահապատակ կամ Տաշիր Սամո չենք դառնա երբեք։ Մնաք խաղաղությամբ։